Դեռ դասյա եւ 0 րոպե այսօր օգտագործվի, այսօրվա սահմանաչափը 1 ժամ 45 րոպե է։ 3 երեխաների մայր Իրինա Չալտիկյանը գտել է երեխաների սոցցանցային վարակից հեռու պահելու խնդրի լուծումը։ Այն է վերահսկել երեխայի հեռախոսն ու դրանով անցկացրած ժամանակը։ Թեև սոցցանցերը կարող են ունենալ որոշակի կրթական եւ ստեղծագործական օգուտներ, դրանց բացասական ազդեցությունը շատ ավելի մեծ է։ Հետևորդների քանակ, լայքերի մրցավազք եւ կեղծ իդեալներ։ Սա այն իրականությունն է, որտեղ այսօր մեծանում են երեխաները։ Սոցիալական ցանցերը, որոնք դարձել են կյանքի անբաժան մաս, ուսումնական մրցակցությունը փոխարինել են թվային հարթակներում պայքարի թատերաբեմով։ Ես ունեմ 3 բալիկ, 6, 8 եւ 12 տարեկան, բոլորի հետ ի սկզբանե պայմանավորվել եմ, որ հեռախոս կունենան 10 տարեկանից, եւ մեծ տղաս արդեն 12 տարեկան է, նա 10 տարեկանից ունի հեռախոս եւ ներբեռնել եմ հավելված, որի միջոցով կարողանում եմ կառավարել իր ամբողջ գործունեությունը։ Հոգեբան Լիլիթ Խաչատրյանի խոսքով սոցցանցերով եւ համակարգչային խաղերով բեռնված հեռախոսները ոչ միայն երեխաներին կտրում են իրականությունից եւ ուսումնական գործընթացից, այլև կարող են հանգեցնել լուրջ խնդիրների։ Երեխան ողջ օրը անցկացնելով սոցիալական ցանցերում կտրվում է իր հիմնարար առաջնահերթ գործունեության տեսակից, կրթությունից եւ որը որ կարող է առհասարակ երկարատև մնալը սոցիալական ցանցերում վնասել երեխայի եւ հոգեկան գործընթացները եւ մտածողությունը։ Մասնագետները հատկապես վտանգավոր են համարում TikTok-ի նման հարթակները, որտեղ վերահսկողությունը դժվար է եւ ցանկացած բովանդակություն կարող է հասանելի դառնալ երեխային։ Երեխաները չունենալով զարգացած քննադատական եւ վերլուծական մտածողություն կարող են ընկալել տեսածը որպես բացարձակ ճշմարտություն, ինչը խեղաթյուրում է նրանց արժեհամակարգը։ Երեխան որպես կանոն քննադատական մտածողություն դիտած նյութերի նկատմամբ շատ քիչ է կարողանում ձևավորել, հատկապես եթե տեսնում են նյութը, որը հայտնվեց իր մոտ շատ լայքերով են ողողված, իրեն թվում է, թե դա միանգամայն իրականություն է եւ դա արժեք է իր համար։ Բացասական զգացումներ կարող է առաջանալ երեխայի մոտ, ստրես, հուզական գրգռվածություն։ Սա իր հերթին հանգեցնում է կեղծ իդեալների ընդօրինակման փորձերի եւ որպես հետևանք ինքնագնահատականի կտրուկ անկման, ստրեսի եւ հոգեբանական տառապանքի։ Երեխաները կարող են ստեղծել իրենց իդեալականացված կերպարները, փորձելով ինքնահաստատվել ոչ թե իրական, այլ վիրտուալ աշխարհում։ Այս կոնտենտներով երեխաները կարող են իրենք ստեղծել որոշակի կերպարներ, հերոսացված, իդեալականացված, որը որ իրենց կերպարից, իրենց իսկ սեփական կերպարից միանգամայն շատ հեռու է եւ սրանով փորձեն ինքնահաստատվել։ Այսինքն խաբկանքի շեմը իրականության եւ սոցիալական հարթակներում գոյատևման, ինքնահաստատման, ինքնաներկայացման շատ մեծ է։ Երբ իրականության եւ թվային խաբկանքի միջև սահմանները ջնջվում են, ծնողների դերակատարումը դառնում է առանցքային։ Ըստ մասնագետի արդյունավետ միջամտությունը երեխայի հետ գիտակցված երկխոսությունն է։ Առհասարակ պետք է սովորացնել, որ երեխան կարողանա վերահսկի։ Սովորաբար ցանկացած իրողության մեջ, որպեսզի մենք ուզենանք հասնել մեր ցանկալի արդյունքին, շատ կարևոր է ինֆորմացիայի բացատրությունը, ինֆորմացիա տալը երևույթի մասին։ Ունեմ տղայիս հետ պայմանավորվածություն պարբերաբար ստուգել իր չաթերը, որովհետև ես ինչքան էլ փորձեմ վերահսկել հավելվածի միջոցով, այդ իրենց ընկերական չաթերում շատ են ուղարկում տարբեր վիդեոներ եւ այլն։ Ուղղակի ունեմ պայմանավորվածություն, որովհետեւ ես կարողանամ վերահսկեմ այն, ինչ իրեն կարելի է եւ իրեն կարելի չէ, նայում եմ իր չաթերը։ Միայն այն բանից հետո, երբ վստահության մթնոլորտում վարվող զրույցները արդյունք չեն տալիս, կարելի է անցնել ավելի խիստ միջոցների։ Հեռախոսը վերահսկող հավելվածները թույլ են տալիս սահմանել ինչպես էկրանային ընդհանուր ժամանակ, այնպես էլ սահմանաչափեր կոնկրետ հավելվածների համար։ Հավելվածը թույլ է տալիս վերահսկել երեխայի ընդհանուր ժամանակը հեռախոսի մեջ, նաև վերահսկել եւ տեղադրել սահմանաչափեր կոնկրետ հավելվածներում երեխայի ժամանակի անցկացման չափը։ Մասնագետների համոզմամբ սոցիալական ցանցերի ազդեցությունը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոցը ծնողի ակտիվ մասնակցությունն ու բաց հաղորդակցությունն է։ Վերահսկողությունը կարող է օգնել սահմաններ գծել, բայց առանց վստահության եւ կրթության այն չի ապահովի ցանկալի արդյունք։ Աննա Հարությունյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։